ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը վերահսկող Իլոն Մասկը պատրաստ է լքել ԱՄՆ վարչակազմը, հոգնած քաղաքական ձախերի հարձակումներից։ Այս մասին հայտնել է Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Մասկի հեռանալու ճշգրիտ ամսաթիռը դեռևս անհայտ է, սակայն նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կլրանա մայիսի վերջին։ Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի, միլիարդատերը հոգնել է ձախակողմյան քաղաքական գործիչների տհաճ եւ անբարոյական հարձակումները հանդուրժելուց։ Մասկը կարծում է, որ իր բացակայությունը բացասական ազդեցություն չի ունենա կառավարության արդյունավետության գրասենյակի աշխատանքի արդյունավետության վրա, քանի որ գերատեսչության աշխատակիցներն արդեն կարգավորել են գործընթացը։ Ամերիկյան Politico թերթի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավորներին տեղեկացրել է, որ Մասկի քաղաքական դերը առաջիկա շաբաթներին կնվազի։ Միլիարդատերը հիմնականում կկենտրոնանա բիզնեսի ուղղությամբ եւ հավանաբար կպահպանի Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականի պաշտոնը։ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր հավասար պայմաններով եւ եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում եւ ազգային շահերից ելնելով մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործար կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով, ասել է Իրանի նախագահը։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո նա կրկնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնչեցրած դիրքորոշումն այն մասին, որ Թեհրանը հոռետեսորեն է դիտարկում բանակցությունները եւ լավատես չէ։ Լոնդոնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն չորեքշաբթի։ Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։ Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում, ասել է նա։ Ըստ աղբյուրների, պատվիրակության կազմում կլինեն Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավել Պալիսան, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Հենց այս կազմն է ներկայացրել Ուկրաինան Սաուդյան Արաբիայում նախորդ բանակցություններում եւ հաստատվել Զելենսկու կողմից։ Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակի ղեկավար Ռասել Վութը կարող է փոխարինել միլիարդատեր Իլոն Մասկին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Թրամփի վարչակազմի պաշտոնյան, ով խնդրեց անհայտ մնալ, ասաց, որ ըստ տարածված կարծիքի Վութը պատրաստվում է փոխարինել Մասկին, գրում է գործակալությունը։ Հրատարակության աղբյուրի համաձայն Վութն արդեն ինքնահաստատվել է որպես կոմպետենտ անձնավորություն, ինչպես նաև նվիրվածության եւ գիտելիքի յուրահատուկ համադրություն, թե ինչպես է իրականում աշխատում կառավարությունը։ Ոչ ոք չի կասկածում, որ հաղթանակը կլինի Ռուսաստանինը, ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցներից մեկը, ԼԺՀ Ստարոբելսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Վլադիմիր Չերնևը, ավարտելով իր զեկույցը նախագահին եզրակացրել է. հաղթանակը կլինի Ռուսաստանինը։ Ոչ ոք դրանում չի կասկածում եւ լավ է, որ դուք մեզ հիշեցնում եք այդ մասին, որպես մարտական փորձ ունեցող մարդ, անմիջապես արձագանքել է Պուտինը։